Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալում վերջապես տեղի է ունենում այն, ինչ հեռուստադիտողները երկար ժամանակ սպասում էին. Հենրին ու Անգելինան հաշտվում են։ Այս հաշտությունը պարզապես զույգի վերամիավորում չէ, այլ ամբողջ սերիալի զգացմունքային ու գաղափարական գագաթնակետը։ Բոլոր ցավերից, սխալներից, վիրավորանքներից ու բաժանումներից հետո ճակատագիրը նրանց կրկին կանգնեցնում է դեմ առ դեմ։ Անգելինան անցել է չափազանց ծանր ճանապարհ՝ խաբեություն, մենակություն, վախ, հղիության լուր, մշտական ճնշում Միքայելի կողմից։ Հենրին էլ իր հերթին կոտրված է լի մեղքի զգացումով, հասկանալով, որ կարող էր կորցնել իր կյանքի ամենաթանկ մարդկանց՝ Անգելինային ու դեռ չծնված երեխային։ Եվ հենց այստեղ է, որ Միքայելի կերպարը ստանում է ամենաանսպասելի շրջադարձը։ Տարիներ շարունակ սխալներ թույլ տված մարդկանց ճակատագրերի հետ խաղացած Միքայելը վերջապես ընդունում է մի ճշմարտություն. Անգելինան ու Հենրին պետք է միասին լինեն։ Նա հասկանում է, որ այս անգամ իրավունք չունի կոտրելու ևս մեկ կյանք, կրկնելու անցյալի սարսափելի սխալները։ Այդ գիտակցումով հենց ինքն է Անգելինային տանում Հենրիի մոտ, կարծես առաջին անգամ կյանքում ճիշտ քայլ անելով։ Անգելինայի ծննդյան օրը դառնում է խորհրդանշական։ Սա այլևս պարզապես տարեդարձ չէ, այլ նոր կյանքի սկիզբ։ Նա հղի է իր ներսում, կրում է ապագան, եւ այդ օրը չէր կարող անցնել առանց այն մարդու, ում իսկապես սիրում է, նրա հոգեվիճակը, խոցելիությունը, բայց միաժամանակ ներքին ուժը հուզում են։ Անգելինան հասկանում է, որ այլևս չի կարող փախչել իր զգացմունքներից։ Հանդիպումը Հենրիի հետ լի է լռությամբ, հայացքներով, չասված բառերով։ Այստեղ ավելորդ խոսքեր պետք չեն, ամեն ինչ արդեն ասված է ցավի, արցունքների ու սպասման ամիսների ընթացքում։ Հենրին տեսնում է Անգելինային հղի, հոգնած, բայց միևնույն ժամանակ ուժեղ ու գեղեցիկ։ Այդ պահին նա վերջնականապես գիտակցում է, որ իր ընտանիքը հենց այստեղ է։ Այս հաշտությունը դառնում է սերիալի ամենահուզիչ պահերից մեկը։ Այն ցույց է տալիս, որ նույնիսկ ամենախորը ճգնաժամերից հետո հնարավոր է ներել, հասկանալ ու նորից ընտրել սերը։ Անգելինան ու Հենրին այլևս նույն մարդիկ չեն, ինչ սկզբում էին։ Նրանք ավելի հասուն են, ավելի գիտակից, ավելի պատասխանատու։ Վերջին զանգի այս հատվածը հստակ ուղերձ ունի հեռուստադիտողին. սերը կարող է սխալվել, կարող է ցավեցնել, բայց եթե իրական է, վերջում միշտ գտնում է իր ճանապարհը, եւ հենց այդ պատճառով էլ Անգելինայի ծննդյան օրը դառնում է ոչ միայն նրա, այլև Հենրիի, նրանց ապագա երեխայի եւ ամբողջ սերիալի նոր սկիզբը։ Սա այն պահն է, երբ հեռուստադիտողները շունչները պահած նայում են էկրանին, զգալով, որ բոլոր տառապանքները զուր չէին։ Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալը կանգնած է իր ավարտի շեմին, եւ հենց դա է իրավիճակն առավել լարված ու վտանգավոր դարձնում, երբ թվում է, թե պատմությունն արդեն հասել է իր հանգուցալուծմանը, սցենարը նորից շրջադարձ է խոստանում ամենահուզիչ ու ամենամռայլ զարգացումներով։ Անգելինայի ծննդյան օրն է, օրը, որ պետք է լինի ժպիտներով, հույսով ու նոր կյանքի սպասումով։ Տունը պատրաստվում է, բոլորն ուզում են գոնե այդ օրը մոռանալ անցած ցավերը, լռեցնել վիրավոր խոսքերը եւ մի պահ ապրել խաղաղության զգացումով, բայց հենց այդ խաղաղությունն է, որ ամենավտանգավորն է դառնում։ Լիլիթը չի կարողանում հաշտվել իրականության հետ, նա կորցրել է ամեն ինչ՝ հորը, ընտանիքը, վերահսկողությունը, եւ հիմա ապրում է միայն մեկ զգացումով՝ վրեժով։ Նրա հոգեկան վիճակն օր-օրի ավելի է սրվում, իսկ խոստումը, որ տվել է Միքայելին սպանել Սոսին, այլևս դատարկ, սպառնալիք չի թվում։ Լիլիթի համար Սոսը դարձել է բոլոր դժբախտությունների պատճառը, այն մարդն, ում գոյությունն ինքն այլևս չի կարող հանդուրժել։ Ծննդյան օրը դառնում է խորհրդանշական պահ, մի օր, որը պետք է նշանավորի կյանքի շարունակությունը, կարող է վերածվել ողբերգության։ Հեռուստադիտողները լարված սպասում են, արդյոք Լիլիթը հենց այդ օրը կանցնի անդառնալի սահմանը։ Նա գիտի, որ այդ պահին բոլորը հավաքված կլինեն, զգոնությունը կլինի նվազ, եւ դա կարող է լինել իր վերջին քայլը։ Սոսն ինչպես միշտ Անգելինայի կողքին է լինելու, անկախ նրանից, որ ավագն ու Վիկտորիան դրան դեմ են։ Ավագը արդեն հունից դուրս է եկել ու պարբերաբար վիրավորում է Սոսին ու Անգելինային։ Անգելինային ասում, որ կարող է իրերը հավաքել ու գնալ Սոսի մոտ։ Ուղղակի բոլորն էլ պետք է հասկանան, որ սա հայրական խանդ է, չէ՞ որ նա ամբողջ կյանքը նվիրել է Անգելինային մեծացնելու գործում, իսկ այժմ նա կանգնած է դստերը կորցնելու շեմին։ Նրանք չեն ուզում հասկանալ, որ Անգելինայի սերը կարող են միմյանց միջև բաժանել։
Նա փորձում է պաշտպանել դստերը ոչ միայն ֆիզիկապես, այլ նաև հոգեպես։ Բայց արդյոք Սոսը պատկերացնում է, որ վտանգն այնքան մոտ է, արդյոք կհասցնի կանխել այն, ինչ կարող է կործանել ոչ միայն իրեն, այլև բոլորին։ Միքայելն, ով տարիներ շարունակ մանիպուլացրել է մարդկանց կյանքերով, այս անգամ կարծես դուրս է եկել իրավիճակի վերահսկողությունից։ Նա լսել է Լիլիթի խոստումը, բայց հարց է՝ կկանգնեցնի նրան, թե նորից լռությամբ կդառնա հանցակից։ Նրա լռությունը կարող է ճակատագրական լինել։ Անգելինայի ծննդյան օրը սերիալի ավարտին վերածվում է ճակատագրական կետի։ Օրվա վերջում ինչ-որ մեկը կարող է կորցնել կյանքը, ինչ-որ մեկը ազատությունը, իսկ ինչ-որ մեկը վերջին հույսը։ Բայց մի բան ակնհայտ է՝ Դիանա Գրիգորյանը չի ընտրել հեշտ ավարտ, նա պատրաստել է հուզական, ծանր ու հիշվող հանգուցալուծում, որտեղ ամեն քայլ ունի իր գինը։ Վերջին զանգը հնչելու է ոչ միայն որպես սերիալի ավարտ, այլև